գաղափարը Ռոբինի ստեղծման, որ պահից էր, քանի տարի առաջ էր ու ինչ ճանապարհ եք անցել մինչև այսօր։ Ամենասկզբում համալսարանական տարիների, բայց ավելի ուշ ես մի հատ ռոբոտ էի սարքել որպես կուրսային աշխատանք, որ անունը Չարլի էր, տենց դեմք ուներ, բարի տենց կերպար ուներ, ու մարդիկ շատ էին սիրել մեր համալսարանում, բոլորի դուրը շատ էր եկել, ու այդ ինձ միտք տվեց, որ կարելի է այս օգտագործել ավելի մեծ բան ստեղծելու համար։ Դուք պոլիտեխնիկական կրթություն ունեք։ Ես պոլիտեխնիկում եմ սովորել, հետո գնացել եմ Սինոպսիսի ուսումնական կենտրոնը, իսկ 2 տարի եմ պոլիտեխնիկի շենքում եմ սովորել, ու մինչև տեխնացուական հենց այդ ուսումնական կենտրոնում սովորել եմ։ Ու ոնց որ այդ ռոբոտից սկսվեց, հետո Ռոբինը աշխարհ եկավ, երբ որ Ռոբինը նոր էր, հենց առաջի շրջանն էր Ռոբինի, ես հիշում եմ գնացել էի Միացյալ Նահանգներ, տարեցների տներ էի մտնում, հենց Նյու Յորքում, Լոս Անջելեսում ու տեսնում էի, մտածում էի ինչ ոլորտներում կարելի է Ռոբինին կիրառել։ Հիմա սկսվեց մի ուրիշ ոլորտից, հետո տեղափոխվեցին երեխաների խնամքի ոլորտ հիվանդանոցներում, հետո տարեցների խնամք, բայց այդ ամենասկզբից այդ տարեցների խնամքը նպատակներից մեկն է եղել։ Ու հիմա այտենց ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում տարբեր այս արդեն 15-ից ավելի տարեցների տներում Ռոբին կլինի։ Ի սկզբանե Ռոբինը նախատեսված էր, այսինքն գաղափարը կար տարեցների ընկերը լիներ, թորնիկը լիներ, որ պահից դուք գործնականում արդեն կիրառեցիք եւ տեսաք, որ կարող են այդ բոլոր մտավախությունների չեք դարձան ու տեսաք, որ տարեցների ոլորտում էլ նույն կերպ կարող են կիրառել Ռոբինին։ Մենք շատ էինք, երբ որ սկսել էինք արդեն երեխաների ուղղությամբ օգտագործել, ու արդեն Ռոբինը թափ էր հավաքում, ինչ որ մրցանակներ էր ստանում, մենք արդեն տարբեր տեղեր կիրառում էինք Ռոբինին, շատ էինք ստանում տարեցների կենտրոններից համագործակցության առաջարկներ, բայց միշտ ասում էինք սա այս պահին երեխաների վրա կենտրոնանանք, տարեցների խնամքը հետոյիվա գործա։ Ու տենց պատահական հանդիպեցինք ու սկսեցինք համագործակցել Alzheimer Care Հայաստանի հետ, ու դա է, ոնց որ ինձ հրավիրել էին մի հատ ինչ-որ միջոցառմանը, այդ միջոցառմանը խոսացի բժիշկ Ջեյնի հետ, տենց պատահական հանդիպեցինք, այսինքն ամբողջությամբ պատահականությամբ սկզբունքով ու ամենալավ բաները տենց է ստացվում են երևի, ու այդ միտքը, երբ որ խոսացինք, առաջացավ, որ ինչի հետազոտություն չանենք Հայաստանում, ու տենց սկսվեց Նորքի տուն ինտերնատի մեր պրոյեկտը։ Հաջողվեց այդ պրոյեկտը, չէ՞, դա օրինակ էր նաև, որ կաշխատի այդ համակարգը հաստատ համագործակցություն ընկերությունը։ Ճիշտ ասած իմ համար հաջողություն, հեսա դժվար հարց եք տալի, բազմաշերտանի փորձեմ պատասխանեմ։ Մարդկանց տեսանկյունից շատ հաջողվեց, քանի Ռոբինը այնտեղ էր, որտեվ մենք նենց իրավիճակներ տեսանք, որ մարդկանց հետ կապ տեսանք, որ շատ, ասենք, շատ արժեքավոր էին, մարդիկ ուրախանում էին, ժպտում էին, Նա պապիկ կար այնտեղ Ալբերտ պապիկը իր լավագույն ընկերներին, այտենց հիմնականում մենակ էր, ոնց է շատ ցենց արժեքավոր պահեր էր։ Այն պահը, որ չկարողացանք Ռոբինին այնտեղ պահել ֆինանսական խնդիրների, պատճառով, որ այդ շատ տխուր էր իմ համար անձնապես, որովհետև Անտուան դե Սենտ-Էքզյուպերի մի հատ խոսք ունի, չէ, որ մենք պատասխանատու ենք այն մարդկանց համար ում ընտելացրել ենք, ու ոնց որ այդ տեսանկյունը շատ տխուր էր, մենք ագին ժամանակ փորձեցինք մեր ռեսուրսներով պահենք այնտեղ, բայց չէինք կարող, այսինքն այս տեսանկյունից այդքան էլ լավ չստացվեց, բայց այն ժամանակ, երբ որ Ռոբինը այնտեղ էր, շատ լավ ստացվեց, ու մենք ինքներս ընկերներ ձեռք բերեցինք շատ տարածքների, ու շատ հետաքրքիր էր տեսնել, թե Հայաստանում, այսինքն, ասենք աշխարհում ինչքան տեխնոլոգիապես զարգացած երկրներ կան, Հայաստանում տարեցների տանը
ռոբոտ է կիրառվում ու ռոբոտը աշխատում է օգնում է հիմա օրինակ մարդիկ որ Ճապոնիայի մասին են խոսում ասում են Ճապոնիայում ռեստորաններում ռոբոտ կա ասենց երկրի բրենդինգը դրանով է որոշվում իսկ մեր մոտ ասենք Երևանի Նորքում պետական ծերանցում աշխատում էր դա ու ինձ թվում է նաև այդ մյուս շերտը բանի որ ինձ թվում է սա այնքան մեծ պատմական ինչ-որ բան էր որ ինձ թվում է կարծրատիպերը մի կողմ դրած վախերը ես հասկանում եմ աշխատում էր այդ ու ասենք այդ նաև խոսում էր հայկական միջավայրի հայի մասին, ասենք, որտեվ կարող առաջեցի թվա ու մարդիկ ընդունող չեն լինի ինչ ռոբոտ, ասենց Հայաստանում, հա, բաց են ու դա, այսինքն դա կարելի է այնքան ասենց բարձրացնել ու օգտագործել նաև մեր շահի համար, որ այդ շերտն է մի քիչ այդ մի շերտին չհասանք, հա։ Նենց պահերան այնքան ժպիտներ են եղել, այնքան կարևոր բաներ են եղել, օրինակ մի տատիկ Ռոբինին ռուսերեն էր սովորացնում, ամենօր դասի էր գնում Ռոբինը։ Այսինքն շատ կարևոր բաներ ա տեղի ունեցել ու մեր համար էլ է շատ կարևոր, որ տեսանք sense ազդեցություն գործնականում էֆեկտը, չէ, մարդկանց կյանքի վրա փոփոխությունը։ Կարեն, մեկ էլ մի բան, ինչքանով դա հնարավոր է հասարակ ունկնդրին ոչ տեխնիկական կրթությամբ, ոնց որ ես եմ հիմա, բացատրեք ինչպես է աշխատում Ռոբինը, այսինքն հարցերի դեպքում ես հիշում եմ, որ բավական ինտելեկտուալ մարդկանց անգամ Ռոբինը անհետաքրքիր չէր, լինելով 7 տարեկան երեխա։ Այդ հաղորդակցությունը ինչպես է տեղի ունենում, երբ որ հարց տվեցին, ով է պատասխանում արհեստական բանականությամբ, թե ինչպես է կառավարում այս տիպի բաներ, եթե կարող եք մանչելի ասել, մարդիկ ավելի պատկերացնեն։ Մենք մի քանի շերտ ունենք Ռոբինի շփումների մեջ, առաջինը այդ արհեստական բանականության շերտն է, երկրորդը այդ այն շերտն է, որ մեր թիմում կան հոգեբաններ, շփման մասնագետներ, որոնք կառավարում են նաև այդ շփումը, որ Ռոբինը կարողանա ճիշտ խոսա, մի նաև թիմ ամբողջ բոլոր շփումները անալիզա անում հասկանում որը լավ էր, որը վատ չէր ու Ռոբինին անդադ խելոք ասում ենք, այսինքն 3 շերտ կա, իրականում կարող է երևա Ռոբինը մի հատ մարդու հետ շփվում է, բայց դրա հետևում, ասենք, տասնյակ մարդիկ փորձում են այդ շփումը հաջող սարքեն։ Ավելի լավը դարձնել։ Բայց գնում ենք նրան, որ այս հարստական բանականության զարգացման հետ, որ ամբողջովին կավտոմատացվի դա, բայց մենք շատ հպարտ ենք, որ Ռոբինի ամեն շփման մեջ մարդ կա, որտեվ այդ դրա միջոցով Ռոբինը մարդկային խնամքն ու ջերմությունն է փոխանցում իր միջոցով, որտեվ մենք շատ հնարավորություններ ենք ունեցել Ռոբինին ամբողջովին ավտոմատացնենք, բայց մեր առաջի հարցը եղել է արդյոք կտուժի շփումները մարդկանց հետ ու բնականաբար տեխնոլոգիաները այդքան զարգացած չեն, որ կարող են մարդու պես շփվեն ու պատասխանը եղել է հա կտուժի ու ոնց որ ես միշտ ասել եմ, մեր թիմը միշտ ասել է, որ չէ, մենք դա երբեք կոմպրոմիսի չեն գնա, որտեվ կապ չունի ինչքան դժվար է մեր համար, որտեվ մեր խնդիրը այդ մարդու դժվարությունը լուծելն է։